Գիտեք, որ ճիշտ ժամանակի ընտրությունը կարող է բազմապատկել ձեր բոլոր արդյունքները։ Մարդկանց մեծ մասը մտածում են, որ հաջողությունը գալիս է միմիայն քրտնաջան աշխատանքից։ Դուք լավ եք պլանավորում ամեն ինչ, ավելի շատ եք ջանք ներդնում, շատ եք աշխատում, այնուամենայնիվ ինչ-որ մի բան դեռ սխալ է թվում, որովհետև դուք մեկ գործոն հաշվի չեք առել։ Հենց այդ գործոնը ժամանակն է։ Ժամանակի ճիշտ օգտագործումը, ճիշտ տնօրինումը կարող է փոխել ձեր ամբողջ հաջողությունը 180 աստիճանով։ Ողջույն, ես Արմենն եմ, չինական մետաֆիզիկայի մաստեր։ Այսօր կխոսենք հաջորդ շաբաթվա էներգիաներից, կհասկանանք, թե ինչպիսին են օրերը եւ ինչպես կարելի է դրանք օգտագործել։ Ինչպես արդեն ասեցի, կներկայացնեմ հաջորդ շաբաթվա վերլուծությունը, օրերի նշանակությունը եւ էներգիաների դասավորվածությունը։ Մինչ առաջ անցնել է, եթե մինչ այժմ դուք չգիտեք, թե որն է ձեր անհատական էլեմենտը, որ կենդանակերպի տարում եք ծնվել, սկանարեք այս QR կոդը, այնուհետև կբացվի նման պատուհան, որտեղ պետք է լրացնեք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, ժամը, եթե գիտեք, եթե ոչ, բաց եք թողնում, սեռն եք ընտրում եւ սեղմում հաշվել։ Դրանից հետո բացվում է նման պատուհան, որտեղ արդեն ներկայացված է ձեր բազիկ քարտը, նա մենք երկու ուրեմն մաս, դիտարկում ենք երկու մաս, առաջինը դա օրվասյան վերևի հատվածն է, որտեղ ներկայացված է ձեր անհատական էլեմենտը եւ տարվա ասյան ներքևի մասում նայում ենք ծննդյան տարվա կենդանակերպը։ Այս երկու ուրեմն ինֆորմացիան կարևոր են, որպեսզի դուք ավելի լավ պատկերացնեք շաբաթվա օրերի վերլուծությունը եւ օգտագործեք օրերն ըստ իրենց նշանակության եւ օգուտ ձեզ։ Եթե առաջանան անհասկանալի պահեր, ապա կարող եք դիտել այս վիդեոն YouTube-յան իմ ալիքում կա, որտեղ ես մի փոքր ավելի մանրամասն եմ խոսում բազիկ քարտի մասին։ Եվ ինչպես միշտ, եթե ձեզ դուր են գալիս իմ վիդեոները, ապա կխնդրեմ անպայման բաժանորդագրվեք, որտեղ YouTube-ը հուշում է, որ 73% դիտորդները գրանցված չեն բաժանորդագրվել ալիքին եւ անպայման սեղմեք լայք կոճակ եւ կիսվեք այս ինֆորմացիայով ձեր շրջապատում։ Ապրիլի 27-ը մեզ մոտ նկարագրվում է որպես հավասարակշռուն բնութագրով օր, օրը համարվում է բավականին դրական օր, կարող ենք օգտագործել մի շարք նախաձեռնություններ իրականացնելու համար, ինչպես տեսնում եք, ստեղ ունենք աստղի նշան եւ դա արդեն հուշում է, որ օրը ինքնին դրական է։ Օրը համարվում է առավել դրական այծի, նապաստակի, ձիու եւ խոզի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը կրակ 9 է։ Ամսի 28-ը մեզ մոտ կրկին դրական օր է, աստղի նշանը ունենք, ուրեմն դրական է եւ օրվա ուրեմն էներգիաներից առավելագույնս կարող են օգտվել առնետի, վիշապի, օձի, կապիկի տարում ծնվածները, ֆինանսական առումով օրը դրական է, նրանց համար ումանական էլեմենտն է, ուրեմն հող-յանը։ Հող-յան անհատական էլեմենտ ունեցողները այսօրվա ընթացքում կարող են ստորագրել պայմանագրեր, ֆինանսականի հետ կապված գործարքներ կարող են կնքել, մի խոսքով ֆինանսական առումով օրը համարվում է շատ դրական։ Ամսի 29-ը ապրիլի մեզ մոտ կրկին դրական օր է, նախաձեռնում բնութագրով օր ունենք, աստղի նշանը ինչպես տեսնում եք կա, իդեպ հազվադեպ է լինում, որ մի քանի օր իրար հետևից դրական օրեր ենք ունենում, դրա համար կարող եք նախապես պլանավորել, կատարել պլանավորում եւ կարևոր գործեր իրականացնել հենց այս օրերին։ Օրը համարվում է առավել դրական ցլի, վիշապի, օձի եւ աքաղի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով հող-ին անհատական էլեմենտ ունեցող անձանց համար համարվում է առավել դրական։ Ամսի 30-ը մեզ մոտ կործանու բնութագրով օր ունի, հա, ավելի ճիշտ բնութագրիչը կործանու բնութագրով է, օրը ցանկալի չէ օգտագործել կարևոր նախաձեռնությունների համար, առավել պասիվ վիճակում կարող եք անցկացնել, ամեն դեպքում օրը առավել դրական է վագրի, նապաստակի, ձիու եւ շան տարում ծնվածների համար, իսկ ֆինանսական առումով մետաղ-յան անհատական էլեմենտը ունեցող անձանց համար է համարվում դրական։ Այնուամենայնիվ խորհուրդ չեմ տա օրվա ընթացքում կարևոր ինչ-որ նախաձեռնություններ իրականացնել, բայց այնուամենայնիվ, եթե ստիպված եք, ապա օգտագործեք ձեր կենդանակերպը կամ ձեր անհատական էլեմենտը։ Ամսի 1-ը մայիսի մեզ մոտ վտանգ բնութագրով
օրը բնութագրի չունի, բայց ինչպես տեսնում ենք, ունենք աստղի նշան, օրը շատ դրական օր է։ Ընդհանրապես չինական մետաֆիզիկայում վտանգ բնութագրող օրերը դրանք համարվում են դրական օրեր այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են դիմել ռիսկի։ Իսկ ում համար է առավել դրական օր։ Նրանց համար, ովքեր ծնվել են վագրի, նապաստակի, այծի եւ խոզի տարում, իսկ ֆինանսական առումով մետաղ ինչ անհատական էլեմենտ ունեցող անձանց համար է համարվում դրական օր։ Ամսի երկուսը մեզ մոտ հաջողություն բնութագրով օր է ու ունենք էլի աստղի նշան, շատ դրական օր է։ Ցանկացած նախաձեռնություն կարող եք իրականացնել բացառությամբ նոր բնականon տեղափոխվել եւ երկար հեռավորության, ճանապարհորդություն սկսելու համար համարվում է ոչ դրական։ Առավել դրական օր է առնետի, ցլի, վիշապի եւ կապիկի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով դրական է ջուրյան անհատական էլեմենտ ունեցող անձանց համար։ Ամսի 3-ը մեզ մոտ ստացում բնութագրով է նկարագրված, ընդհանուր առմամբ ինքը համարվում է դրական օր, բայց շատ կարևոր նախաձեռնությունների համար ես խորհուրդ կտայի մի փոքր ավելի այլ օր ընտրեք, եթե իհարկե հնարավոր է։ Ամեն դեպքում բժշկական օգնություն փնտրել կամ բժշկական հետազոտություն անցնել ամսի 3-ին խորհուրդ չէի տա, որովհետև հնարավոր են ինչ-որ անճշտություններ լինեն, հա, դրա համար լավ կլինի ընտրել մեկ այլ օր։ Իհարկե օրերի ընտրությունը, բարենպաստ օրերի ընտրությունը շատ կարևոր է, սրա մասին ես միշտ խոսում եմ, կիսվում եմ եւ համարում եմ, որ սա շատ կարևոր է, քանի որ ինքս էլ օգտվում եմ ու զգացել եմ դրա արդյունավետությունը։ Եվ հաճախ եմ ստանում այս հարցը, ինչու է կարևոր ընտրել բարենպաստ օրեր, որովհետև եթե դուք ընտրում եք բարենպաստ օրեր կոնկրետ ինչ-որ նախաձեռնությունների համար եւ իրականացնում եք այդ նախաձեռնությունները տվյալ օրերին, ապա ձեր սկսած գործը հաջողությամբ է պսակվում, ընթացքը լինում է ավելի թեթև եւ դուք կարողանում եք առավելագույնս արդյունք ստանալ էներգիաներից, հա, սա շատ կարևոր է։ Ու սրա հետ կապված ես ունեմ master class, որը անցկացնելու եմ մայիսի 2-ին եւ մայիսի 3-ին, ամսաթվերի ընտրության հնագույն չինական արվեստն ենք միասին ուսումնասիրելու, սա ունի հազարամյակների պատմություն, բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը եւ հիմա մենք կարող ենք սա ուսումնասիրել եւ օգտագործել ամեն օրյա ռեժիմով։ Հա, մենք կարող ենք նախապես պլանավորել մեր ամբողջ ամիսը, իմանալ թե որ օրերն են դրական, հանդիպումներ նշանակել դրական օրերին, մեզ համար անհատապես դրական օրերին եւ ստանալ շատ լավ արդյունքներ։ Ընդհանրապես, ինչի մասին է այս master class-ը։ Master class-ի ընթացքում, որը 2 օր է տևելու, on-line ձևաչափով է անցկացվում, մենք ուսումնասիրելու ենք, թե ինչպես հասկանալ, որ օրերն են ձեզ համար ձեզ աջակցող, իսկ որ օրերն են, որ կարող են ձեզ խանգարել։ Ինչպես ընտրել ճիշտ օր կարևոր որոշումների համար, ինչպես տարբերակել ուժեղ եւ թույլ էներգետիկ օրերը, ինչպես օգտագործել օրացույցը, չինական օրացույցը, որը արդեն թարգմանված տպագրված է իմ կողմից 2026 թվականի համար եւ ինչպես ընդհանրապես հա նվազեցնել սխալ քայլեր կատարելու ռիսկերը բիզնեսում եւ կյանքում այստեղ մեզ օգնում են բնականաբար բարենպաստ օրերը։ Օր առաջին մենք կիմանանք, թե ինչ է իրականում ամսաթվի ընտրությունը, ինչ էներգիաներ են ազդում օրերի վրա, ինչպես կարդալ ժամանակի որակը։ Երկրորդ օրվա ընթացքում մենք սովորենք, թե ինչպես ընտրել ճիշտ օրեր, կարևոր նախաձեռնությունների համար, սրանք բոլորը անհատական են լինելու, անհատական մոտեցում, ինչպես պլանավորել կարևոր իրադարձություններ, case study-ներ կանենք, անձնական ուղղությունների վերլուծությունները նույնպես ներառված է այս master class-ի ընթացքում։ Ուրեմն ֆորմատը, ինչպես նշեցի, on-line է, 2 օր, տևողությունը մոտ 2 ժամ, հանդիպում ենք Zoom-ով, լինելու են ձայնագրություններ, եթե մեկ օր բաց թողնեք, կարող եք հաջորդ օրը նայել կամ երբ կցանկանաք, անհատական մոտեցում է լինելու, ունենալու ենք փակ Telegram-յան խումբ, որտեղ կկիսվեն բոլոր նյութերով, կլինեն հարց ու պատասխաններ, մի խոսքով շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնելու։ Ընդհանուր, եթե ներկայացնեմ master class-ի գինը, արժեքը 40,000 է։ Պլյուս դրան առաջին 30 հոգին ստանում են բոնուս նվեր չինական օրացույց հայերեն լեզվով 2026 թվականի, որի արժեքը 4,000 է։ Ընդհանուր լինում է 44,000, բայց ներկա պահին դուք ունեք հնարավորություն ձեռք բերել master class-ը ընդամենը 15,000
դրամով շտապեք, քանի որ տեղերը սահմանափակ են և օրացույցների քանակն էլ սահմանափակ է։ Այսքանը, մաղթում եմ ձեզ հիանալի շաբաթ, օգտագործեք օրերի նշանակությունը, կատարեք ճիշտ պլանավորում, ընտրեք օրեր, որոնք իրապես դրական են հենց ձեզ համար և կնպաստեն ձեր նախաձեռնությունների հաջող ընթացքին։ Այսքանը, լավ եղեք, մինչ հաջորդ անգամ։